Շնորհակալ եմ, մեծարգո վարչապետ, հարգելի գործընկերներ, ձեր քննարկմանն եմ ներկայացնում համայնքների ենթակառուցվածքների զարգացման ուղղված սուբվենցիոն ծրագրերը 1 միլիարդ 59 միլիոն դրամով համաֆինանսավորելու վերաբերյալ կառավարության որոշման նախագիծը։ Նախագծով առաջարկում է համաֆինանսավորել 20 համայնքի թվով 24 սուբվենցիոն ծրագրեր, Արագածոտնի մարզում 1, Արարատի մարզում 2, Արմավիրի մարզում 5 ծրագիր, Գեղարքունիքի մարզում 1, Լոռու մարզում 3, Կոտայքի մարզում 4, Շիրակի մարզում 2, Սյունիքի մարզում 1, Տավուշի մարզում 5 ծրագիր, միաժամանակ ուզում եմ նշել, որ հաստատմամբ արդեն 2025 թվականի պետական բյուջեից պետական մասի համաֆինանսավորման թիվը կկազմի 17 միլիարդ 52 միլիոն դրամ, պարոն վարչապետ, խնդրում եմ հաստատել։ Շնորհակալ եմ, պարոն Խուդացյան, հարգելի գործընկերներ, թվարկեմ ֆինանսավորվող ծրագրերը Արագածոտնի մարզում Ծաղկահովիտ համայնքի Նորաշեն, Գեղադիր, Հնաբերդ, Գեղաձոր, Բերքառատ բնակավայրերի ներքին ցանցի գազամատակարարում կատարված է աշխատանքների 95%-ը, կառուցվել է 10 կիլոմետր երկարությամբ գազատար, որը կսպասարկի 1578 տնային տնտեսությունների։ Արարատի մարզում Արարատ համայնքի Ավշար բնակավայրի ճանապարհների վերանորոգում ասֆալտապատմամբ առաջին փուլ, կատարված է աշխատանքների 45%-ը, ասֆալտապատվել է 760 մետր երկարությամբ ճանապարհ։ Վեդի համայնքի Տափերական բնակավայրի բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների նորոգում, կատարված է աշխատանքների 95%-ը, նորոգվել է 3 բազմաբնակարան շենքերի 1793 քառակուսի մետր մակերեսով տանիքները, շահառուները 60 տնային տնտեսություն։ Արմավիրի մարզ, Խոյ համայնքի Գեղակերտ հիմա արդեն վաղարշապատ էսին ծրագիրա։ Հայ պարոն վարչապետ, որ հայտի վերնագիրը Խոյ համայնքով է եկել, հիմա վերնագրում փոփոխություններ չենք կարող անել, նորերը արդեն վաղարշապատ։ Շատ լավ։ Խոյ համայնքի Գեղակերտ բնակավայրի Սարյան, Բաղրամյան փողոցից մինչև Մշակույթի տան հարակից տարածքի ասֆալտապատման աշխատանքներ։ Ավարտված են աշխատանքները, ասֆալտապատվել է 980 մետր երկարությամբ ճանապարհ։ Մեծամոր համայնքի Տարունիկ բնակավայրի Խմելու ջրամատակարարման ցանցի կառուցում ավարտված է աշխատանքը, կառուցվել է 19 կիլոմետր ջրագիծ, շահառուները 601 տնային տնտեսություն։ Մեծամոր համայնքի Ակնալիջ բնակավայրի Մաշտոցի փողոցի գազաֆիկացում աշխատանքներն ավարտված են, կառուցվել է 320 մետր գազատար, շահառուները 15 տնային տնտեսություն։ Արաքս համայնքի Հայկաշեն բնակավայրի ջրահեռացման համակարգի վերակառուցում, որը ավարտվել է, կառուցվել է 1,2 կիլոմետր երկարությամբ ջրահեռացման համակարգ, շահառուները 110 տնային տնտեսություն։ Արմավիր համայնքի Արմավիր բնակավայրի Սայաթնովա փողոցի Արարատյան Ջիվանի հատվածի հիմնանորոգում, որը ավարտված է, հիմնանորոգվել է 600 մետր երկարությամբ ճանապարհ։ Գեղարքունիքի մարզում Մարտունի համայնքի Արծվանից Ծովինար, Վարդենիկ, Զոլաքար բնակավայրերի լուսավորության համակարգերի կառուցում, որը ավարտված է, կառուցվել է 19,5 կիլոմետր երկարությամբ լուսավորության համակարգ, տեղադրվել է 690 մեքենասյուն եւ նույնքան LED լուսատու։ Լոռու մարզում Փամբակ համայնքի Մարգահովիտ եւ Ազնվաձոր բնակավայրերի փողոցների ասֆալտապատում, որը ավարտվել է 820 մետր երկարությամբ ճանապարհի մասին է խոսքը։ Վանաձոր համայնքի Գուգարք բնակավայրում մանկապարտեզի կառուցում, կատարված է աշխատանքների 75%-ը, նախադպրոցական հաստատությունը նախատեսված է 70 սանի համար։ Տաշիր համայնքի Ապավեն եւ Ձյունաշող բնակավայրերի գազաֆիկացում, կատարված է շինարարական աշխատանքների 85%-ը, կառուցվել է 17 կիլոմետր գազատար 133 տնային տնտեսությունների համար։ Կոտայքի մարզ, Չարենցավան համայնքի Չարենցավան բնակավայրի Լուսաբաց Մսուր մանկապարտեզ հողակի վերակառուցում եւ գույքի ձեռքբերում, կատարված է շինարարական աշխատանքների 83%-ը, նախադպրոցական հաստատությունը նախատեսված է 150 սանի համար։ Ջրվեժ համայնքի ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատում, որը ավարտված է, խոսքը այս դեպքում 1,8 կիլոմետր երկարությամբ ճանապարհի մասին է։ Աբովյան համայնքի Առինջ եւ Բալահովիտ բնակավայրերի ջրահեռացման համակարգի կառուցում, որը ավարտված է, խոսքը այս դեպքում 786 մետր
ջրահեռացման համակարգի կառուցման մասին է 290 տնային տնտեսության համար նախատեսված։ Նաիրի համայնքի Արագյուղ բնակավայրի ջրագծերի բարելավման աշխատանքներ 800 մետր ջրատարի կառուցումը ավարտվել է, շահառուները 35 տնային տնտեսություն։ Շիրակի մարզում Արթիկ համայնքի Մեծ Մանթաշ, Փոքր Մանթաշ, Գեղանիստ, Հայրենյաց, Հայկասար, Պեմզաշեն եւ Լեռնակերտ բնակավայրերի գազատարի ներքին ցանցի կառուցում, խոսքը այս դեպքում 4.9 կիլոմետր երկարությամբ գազատարի մասին է, որը ավարտված է, շահառուները 1696 տնային տնտեսություն։ Ախուրյան համայնքի Մեծ Սարիար, Կրաշեն բնակավայրերի ճանապարհների ասֆալտապատում 2 փուլով, որը ավարտված է 1.5 կիլոմետր երկարությամբ ճանապարհի ասֆալտապատմամբ։ Սյունիքի մարզում Գորիս համայնքի Գորիս բնակավայրի Նժդեի փողոցի հիմնանորոգում կատարված է աշխատանքների 70%-ը 928 մետր երկարությամբ ճանապարհի մասին է խոսքը։ Տավուշի մարզ Իջևան համայնքի Իջևան բնակավայրի զբոսայգում գտնվող լճի հիմնանորոգում կատարված է շինարարական աշխատանքների 80%-ը հիմնանորոգվել է 880 քառակուսի մետր մակերեսով տարածք, սա այն լիճն է, որի շրջակայքի հողերը գլխավոր դատախազության ջանքերով ապօրինի սեփականաշնորհված վերադարձվում են համայնքին։ Իջևան համայնքի Իջևան բնակավայրի ճանապարհների ասֆալտապատում կատարված է շինարարական աշխատանքների 95%-ը, ասֆալտապատվել է 3923 քառակուսի մետր բակային տարածք, խոսքը այս դեպքում շենքերի բակերի մասին է։ Նոյեմբերյան համայնքի Ոսկեպար բնակավայրի մանկապարտեզին հատկացված տարածքի հիմնանորոգում կատարված է շինարարական աշխատանքների 95%-ը, նախադպրոցական հաստատություն նախատեսված է 25-20-ի համար։ Նոյեմբերյան համայնքի Նոյեմբերյան բնակավայրի Բարանայի Կոթի բնակավայրի 22 եւ 26 փողոցների տուֆապատում ավարտված է աշխատանքների 973 մետր երկարությամբ ճանապարհ է տուֆապատվել։ Նոյեմբերյան համայնքի Պտղավան բնակավայրի 6-րդ փողոցի ասֆալտապատում կատարված է շինարարական աշխատանքների 95%-ը, ասֆալտապատվել է 500 մետր երկարությամբ ճանապարհ։ Այսքանն էին սուբվենցիոն ծրագրերը, որոնք այս որոշմամբ ֆինանսավորվում են